Ադրբեջանը ջրի մեջ է։ Բաքուն և Աբշերոնյան թերակղզին հայտնվել են ջրհեղեղի տիրույթում։ Առատ տեղումները ուղեկցվում են ուժգին քամիներով, առաջացնելով համատարած հեղեղումներ։ Ծովի ալիքները հասնում են 3 մետրի։ Փրկարար ծառայությունները սարսափած են, մարդկանց հորդորում են տանից դուրս չգալ։ Նման եղանակային պայմանները դժվարեցնում են երթևեկությունը։ Բոլորին զգուշացնում ենք դուրս գալ խիստ անհրաժեշտության պայմաններում։ Իրավիճակն ավելի է բարդանում, տեղումները դեռ կշարունակվեն։ Համատարած խուճապ է Բաքվում, ադրբեջանցիները վախի մեջ են, ջուրը այնքան է վարարել, որ տարել է ճամփին եղածը։ Փրկարարները մարդկանց տարհանում են համեմատաբար ապահով վայրեր։ Ալիևի վարչակազմը գործի է դրել փրկարարական ամբողջ ներուժը, որ կանխի վնասը, բայց տեղի է ունենում հակառակը։ Մասնագետները 24 ժամ է չեն կարողանում վերականգնել անձրևատար համակարգը։ Երկիրը կոլապսի մեջ է։ Իսկ ահա Բաքվից 173 կիլոմետր հեռու Բուք է։ Ադրբեջանական Գուբա գյուղում սաստիկ ձմեռ է, ձյան շերտի հաստությունը հասել է 20 սանտիմետրի։ Վերջին անգամ 1960-70-ական թվականներին էր նման ձյուն եկել, ով է տեսել գարնանկեսին այսպիսի ձյուն գա։ 3 անձրև էր, մեկ գիշերվա ընթացքում եղանակը այնպես ցրտեց, որ ձյուն տեղաց։ Շատ դժվար է, վառելիք չկա, տները ցուրտ են։ Հիմա ադրբեջանցիները փորձում են ուշքի գալ եղանակային անոմալ պայմաններից։ Օդերևութաբանները զգուշացնում են, որ ցիկլոնը դեռ չի նահանջի։ Լենա Կարապետյան, Էպիկենտրոն։